Ինչ ես կարող սկսել այսօրվանից անել կամ չանել, որպեսզի մի քանի ամիս հետո մաշկդ քեզ շնորհակալ լինի։ Ողջույն, ես Աննան եմ, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Այսօր ուզում եմ խոսել մի քանի սովորությունների մասին, որոնք ես հատուկ առանձնացրել եմ ձեզ համար, որոնք ժամանակին ինձ օգնել են ու հուսամ ձեզ էլ կօգնեն։ Բայց մինչև սկսելու ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները, իսկ ավելի ռեալ ժամանակով հետևելու համար կարող եք անցնել Instagram։ Առաջին կետը, որ առանձնացրել եմ, դա երեկոյան խնամքն է։ Իսկ ավելի կոնկրետ երեկոյան դեմքը մաքրելու փուլը։ Հնարավոր է ձեզ սա շատ սովորական ու ակնհայտ կետ թվա, բայց իրականում սա բազա է, հենց սրանից է ամեն ինչ սկսվում։ Որովհետև օրվա ընթացքում մեր դեմքի վրա հավաքվում են ճարպեր, յուղ, այդ օդի փոշին, կեղտը ու երեկոյան չմաքրելով դա հաստատ մեր մաշկին լավություն չեն անում։ Երեկոյան դեմքը մաքրելու համար մեզ հարկավոր է ընդամենը 2 պրոդուկտ։ Առաջին փուլով դա միցելյար ջուր կամ հիդրոֆիլ յուղն է, որով մենք մաքրում ենք մեր դիմահարտարումը, արևապաշտպանը, այսինքն մենք մաշկը մաքրում ենք ավելի խորքից։ Իսկ երկրորդ փուլով մեզ հարկավոր է լվացվելու գել կամ փրփուր, որը արդեն մաշկը արտաքինից մաքրելու համար է, ու նաև մենք երկրորդ փուլով մաքրում ենք միցելյար ջուրը կամ հիդրոֆիլ յուղը, որը իրականում շատ կարևոր է։ Ես գիտեմ, որ լիքը մարդ միցելյար ջրից կամ հիդրոֆիլ յուղից հետո սովորական ջրով են լվացվում կամ դաժե չեն լվացվում, որը իրականում շատ սխալ է։ Եթե դիմահարդարում կամ արևապաշտպան չեք արել, փրփուրով կամ գելով լվացվելը լրիվ բավական է։ Բայց երեկոյան դեմքը մաքրելը, հիշեք, դա բազա է։ Մեկ էլ անպայման նշեմ, որ երեկոյան դեմքը լավ լվանալ, դա չի նշանակում, որ սենց դեմքը ճռճռա կամ չորանա, անպայման ընտրեք ձեր մաշկին համապատասխան փափուկ լվացվելու փրփուր կամ գել։ Դա շատ կարևոր է, որպեսզի հակառակ էֆեկտը չունենանք ու դեմքի պաշտպանիչ շերտը չմաքրենք։ Երկրորդ կետը, որը ես երևի երբեք չեմ հանդիպել, դա patch test ասվածն է։ Այսինքն մինչև նոր պրոդուկտ փորձելը անպայման մի հատ թեստ արեք, մինչև ձեր դեմքին քսելը։ Առավել ևս, եթե պրոդուկտի մեջ կան ակտիվ կոմպոնենտներ, ինչ որ վիտամին C կամ նիացինամիդ, եթե առավել ևս այդպիսի բաղադրիչներ կան պրոդուկտի մեջ, անպայման մինչև դեմքին քսելը մի հատ քսում ենք մեր ձեռքի այս հատվածում կամ ականջի այս հատվածում, սպասում ենք 24 ժամ, տեսնում ենք, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի կարմրություն, դուստվածներ եւ այլն չկան, նոր սկսում ենք օգտագործել մեր դեմքին։ Գիտեմ, որ իրականում շատ դժվար է, ինձ համար նույնպես շատ դժվար է, երբ նոր պրոդուկտ եմ առնում, ուզում եմ միանգամից օգտագործեմ, փորձեմ, բայց սրանով մենք խուսափում ենք շատ լուրջ խնդիրներից։ Երրորդ կետը, որը ես այս վերջերս շատ եմ շոշափում իմ Instagram-ում, մենք շատերս դառնում ենք մարքեթինգի զոհ ու առանց գիտակցելու մեզ հարկավոր է այս պրոդուկտը, թե հարկավոր չի, մեր մաշկին դա պետք է, թե չէ, մենք խափնվում ենք սիրուն փաթեթավորմանը, լավ գովազդին, գնում ենք ու սկսում ենք օգտագործել։ Ու խոսքը չի գնում մի պրոդուկտի մասին, խոսքը գնում է տասնյակ պրոդուկտների մասին, երբ մենք առավոտյան մեր դեմքին քսում ենք հարյուրավոր պրոդուկտներ առանց գիտակցելու։ S կամ N բաղադրիչները, տարբեր պրոդուկտների բաղադրիչները համապատասխանում են իրար, չեն համապատասխանում, մեր մաշկի համար լավ է, վատ է։ Ասենք քայլերով մենք լինում է հաճախ չենք գիտակցում, որ S պրոդուկտից հետո մյուսը պետք չի արդեն քսել, որովհետև լավ էֆեկտի փոխարեն կարող ենք ունենալ վատ էֆեկտ։ Գոյություն ունի խնամքի բազա, մաքրող միջոց, խոնավացնող ու արևապաշտպան։ Վերջ։ Սրանից դուրս մնացած բոլորը դա չի համարվում բազա։ Իհարկե կան ինդիվիդուալ ինչ-որ իրավիճակներ, երբ մեր խնամքի մեջ հարկավոր է ինչ-որ վիտամին C կամ նիացինամիդ կամ նմանատիպ ինչ-որ շիճուկներ, ավել խոնավացնող շիճուկներ, իհարկե դա շատ ինդիվիդուալ է, բայց խոսքը գնում է 1 կամ 2 ավել պրոդուկտների մասին, հաստատ ոչ 10։ Դրա համար փորձեք չդառնալ մարքեթինգի զոհ ու օգտագործեք պրոդուկտներ, որոնք ձեզ իրոք պետք են։ Պլյուս այս տարբերակով մենք խուսափում ենք եւս մեկ խնդրից, որ երբ մենք նոր պրոդուկտներ ենք մտցնում մեր խնամք, այսինքն 2-ից 3 նոր պրոդուկտներ, հետագայում եթե մեր մաշկը ինչ-որ կարմրի
կամ ռեակցիա տա, մենք չենք հասկանա, թե ինչից դա եղավ, որ պրոդուկտից։ Հետևաբար, եթե անգամ նոր պրոդուկտ եք ուզում մտցնել ձեր ամենօրյա խնամքի մեջ, սկզբում մի հատը մտցրեք, տեսեք ինչ ռեակցիա տալիս, նորմալ է ամեն ինչ, հետո նոր երկրորդը, որ եթե հանկարծ ինչ-որ մի բանից ռեակցիա տա ձեր մաշկը, դուք շատ հեշտ միանգամից կհասկանաք, որ պրոդուկտից էր։ Չորրորդ կետը, ու գիտեմ, որ շատերը հեսա ներվայնանալու են, բայց մի փորփրեք ձեր դեմքը։ Գիտեմ, դժվար է, ինձ էլ է շատ հաճախ դժվար լինում, բայց դա ամենավատ բանն է, որ դուք կարող անեք ձեր մաշկի հետ։ Փորփրելով ոչ միայն նոր բորբոքումներ ենք առաջացնում, այլ հետագայում կարմրում է մեր մաշկը, սպիեր են մնում, ու մենք արդեն դրա դեմ պետք է պայքարենք, որը իրականում շատ ավելի դժվար է։ Գիտեմ, իրականում սա ինչ-որ չափ սթրեսի դեմ պայքարելու միջոց է, ու իրականում հասկանում եմ, որ մարդիկ սովորություններից շատ հեշտ չեն ազատվում, բայց լավագույն տարբերակը, որ ես ինքս փորձել եմ ու գիտեմ, դա մի սովորությունը փոխել ուրիշ սովորությունով, դրանով հեշտ ազատվում ենք առաջինից։ Ինձ շատ օգնել են, ես այս խնդրի դեմ պայքարեմ ակնե պատճերը, երբ ես հասկանում եմ, որ հեսա վերջ, ձեռքերս քոր են գալի, դեմքս կարմրացնելու եմ, նոր բորբոքում եմ առաջացնելու, գնում եմ կպցնում եմ պատճը ու վերջ, մոռանում եմ։ 5-րդ կետը, չենք մոռանում արևապաշտպանի մասին։ Գիտեմ, դուք եք հոգնել անընդհատ արևապաշտպանի մասին լսելուց, ես էլ եմ հոգնել, բայց եթե կա ինչ-որ սովորություն, որը երկարաժամկետ արդյունք է տալիս մեր մաշկի համար, դա արևապաշտպանն է։ Գիտեմ, ես էլ եմ եղել այն մարդկանցից ու երևի թե ժամանակ առ ժամանակ շարունակում եմ լինել, որ ասում են, այսօր արև չկա, արևապաշտպան չքսեմ եւ այլն, կամ մաշկիս վրա վատ է ազդում արևապաշտպան, կարմրում է, ծակոտիներս են խցանվում եւ այլն, բայց գտեք մի արևապաշտպան, որը լավ է ազդում, ձեր մաշկը ընդունում է, հանդիսանում է բազա, խոնավացնող։ Օրինակ ես գտել եմ տենց արևապաշտպան, Skin 1400-ի արևապաշտպանն է, որը ես իրոք շատ սիրում եմ ու խորհուրդ եմ տալիս, ինքը շատ թեթև է նստում, ոչ մի սպիտակ հետքեր չի թողնում, ես իրան օգտագործում եմ նաև որպես բազա, մեյքափի տակից խոնավացնող միջոց, որը իրոք իմ մաշկը շատ լավ է ընդունել։ Դուք էլ գտեք տենց արևապաշտպան ու բոլոր խնդիրները այդ զզվանքը արևապաշտպանից միանգամից կվերանա, հավատացեք։ Ու պետք չի ձեզ միանգամից ստիպեք, որ 2 մատ արևապաշտպան քսեք, 2 ժամը թարմացնեք եւ այլն։ Սկսեք ինչ-որ փոքր քայլերից, այսինքն քսեք առավոտյան կամ քսեք մի քիչ, բայց քսեք, այսինքն սկսեք ինչ-որ բանից, կամաց ինքը դառնում է ձեր խնամքի մի մաս։ Ու 6-րդ կետը՝ մի զբաղվեք ինքնաբուժությամբ։ Առավել եւս, եթե ունեք մաշկի ինչ-որ լուրջ խնդիրներ, պետք չի ինքնուրույն ինչ-որ միջոցների միջոցով, ինտերնետում կարդալով, նայելով բլոգերներին, թե ինչ-որ մեկին, որ օգնել է իր ակնեն բուժի, բարեկամներին, ծանոթներին, էլ չեմ ասում ChatGPT-ին, մի փորձեք զբաղվել ինքնաբուժությամբ ու իրավիճակը ավելի վատացրեք։ Դիմեք մասնագետին, դիմեք ռեալ սովորած, ուսումնասիրած կոսմետոլոգներին, որոնք շատ հնարավոր է ընդամենը մի միջոցով կամ մի պրոցեդուրայի միջոցով կվերացնեն այդ խնդիրները, որոնց դեմ դուք պայքարում եք տարիներով։ Սրանք բոլոր այն սովորություններն էին, որոնք ես հիշել եմ ու առանձնացրել եմ ձեզ համար։ Անպայման մեկնաբանություններում գրեք, եթե դուք ունեք ձեր ինչ-որ սովորություններ, որոնք ձեզ օգնել են կամ շարունակում են օգնել, ինձ շատ հետաքրքիր է, վստահ եմ մյուսներին նույնպես հետաքրքիր կլինի։ Մեկ էլ գրեք մեկնաբանություններում, թե ինչի մասին կուզեք հաջորդ վիդեոներում խոսեմ։ Հնարավոր է ինչ-որ հետաքրքիր թեմաներ ունեք, որոնց մասին կուզեք լսել իմ կարծիքը, ու չմոռանաք բաժանորդագրվել իմեջին, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները։